օրվա հետ կապված սա ինձ համար ամենամեծ տոնն է, երբ դարեր շարունակ մեր պետականությունը գործնելուց հետո 1918 թվականին մեր ժողովուրդը, մեր ողջ ժողովուրդը ոտքի ելավ իր անկախությունը ձեռք բերելու, մարտնչելով թշնամու դեմ, ջախջախելով Թուրքի մեծ զորքը, մենք կարողացանք ունենալ մեր առաջին հանրապետությունը։ Շնորհավորում եմ բոլորիս եւ աչքի լույսի պես մենք պետք է վահենք մեր պետականությունը, մեր անկախությունը։ Այսօր նաև Սարդարապատի հետ կապված է, բայց Սարդարապատում ի տարբերություն ապարանի այսպիսի մեծ տոնակատարություն չկար, միայն պաշտոնական արարողություն էր զորահանդես, այն էլ մուտքը փակ էր միայն պաշտոնյաների համար էր։ Իրականում ես չեմ կարող բան ասել Սարդարապատի միջոցառումների մասին, սակայն ամեն տարի ապարանում մեծ շուկով է տոնվում, այս մեզ համար, ինչ ասեմ, իսկապես սուրբ տոն է եւ մենք մասնակցում ենք արարով, տեսնում եք մեր բոլոր մարզերից երեխաներ շուրջ 470 երեխա է մասնակցում, 21 կենտրոն, 45 համայնքից այսօր այստեղ են, որտեղ նայեք, մասնակցում են տարբեր մեր ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր ջյուղեր ներկայացնելով, հավաքվել ենք այստեղ որպես ուխտ եւ նաեւ որպես երթման հարանորոգելու մեր երթումը, տեր կանգնելու այն ինչ որ ձեռք բերվեց մեր պապերի, մեր նախնիների պայքարի եւ մարտնչելու եւ նաեւ զոհվելու շնորհիվ։ Եվ որպես շնորհավորանքից բացի կոչ ունեք դուք ժողովրդին հայ։ Այո, իմ կոչը միշտ նույնն է, մնանք մեր ինքնության մեջ, դեր կանգնենք մեր արժեքներին, դեր կանգնենք մեր պետությանը, որտեղ ոչ ոք չի պայքարելու, ոչ ոք չի կռվելու, ուրիշ ազգ, ուրիշ պետություն, ոչ մի բան չեն անելու մեզ համար։ Մենք պետք է անենք, մենք պետք է դեր կանգնենք մեր պետությանը, դեր կանգնենք մեր տղաների թափած արյանը, մենք արժանի լինենք։ Այս է ամենակարևոր խորհուրդը այսօրվա, այն ինչ որ ես եմ զգում եւ կարծում եմ, որ չգիտեմ, մենք շատ լավ ժողովուրդ ենք։ Երանի մենք մնանք մեր ինքնության մեջ։